Լիվերպուլին մեկ խաղ էր մնացել չեմպիոն դառնալու համար, ու Տոտենհեմը ընդհանրապես դեմ չէր պարտվել, բայց կարևորը դա չէ, կարևորը հետո էր, երբ Արնե Սլոտը վերցրեց միկրոֆոնը։ Ավտոբուսի մեջ ասացինք, որ այս խաղը չհաղթելու ձև չկա, ու իջանք։ Շատ համեստ է մեր Սլոտը, ասում են, ավտոբուսի մեջ կատարյալ լռություն էր, բոլորը տրամադրվում էին խաղին, երբ են Էշ Դարվինը հելնում ասում է, ով որ այս խաղը չկրի, հասկացաք։ Դրա համար էլ խաղից հետո սիգարով բանով լրված էր, թե բա իմ շնորհիվ է այս հաղթանակն ու չեմպիոնությունը։ Լավ, վերադառնանք Արնե Սլոտին, որը 1 տարի սպասել էր Յուրգեն Կլոպին պատասխանելու համար։ Հիմա թող եզրափակչի մյուս մասնակիցը ելույթ ունենա։ Արնե Սլոտ! Իսկ հաղթում է Լիվերպուլը։ Կլոպը ձայնային ելևեջներով գահը հանձնեց Արնե Սլոտին։ Գուցե Յունայթեդն ու Տոտենհեմը նույն ձևով փոխեն մարզչին ու ինչ-որ բան ստացվի։ Կայացավ Իսպանիայի թագավորական կլասիկ եզրափակիչը, չնայած ասում էին չի կայանալու, բայց ամեն դեպքում այս մրցաշրջանի 3-րդ կլասիկոն լավագույնն էր վերջին տարիների համար։ Այո, Բարսան հաղթեց, բայց առաջարկում եմ տեղափոխվել խաղից առաջ, երբ Իսպանիայի թագավորը անձամբ էր եկել գավաթը հանձնելու։ Здравствуйте, царь. Очень приятно. Царь. Очень приятно, царь. Очень приятно. Здравствуйте, царь. Очень приятно, царь. Царь. Очень приятно. Здравствуйте, царь. Очень приятно. Խաղից առաջ երկու ակումբի նախագահները մեծամեծ նվերներ էին պատրաստել արքայի համար։ Так, Լապորտան 6-րդ դասարանցու ավարտական աշխատանք էր բերել, իսկ Ֆլորենտինո Պերեսը մաքուր պլատինա, շեֆ ջան։ Այ որ այդ թանկանոց նվերի տեղը մի նորմալ ֆուտբոլիստ առնեիր, այս ֆուտբոլիստները չէին կատաղի, կարմիր չէին ստանա ու տենց շարունակ քակպես չէր լինի գործը։